Վիգեն ջան, եւ կրկին մի նոր ինձ համար կերպար, հա, քո ոնց որ ներքին քո այդ ձգտումները, քո այդ անընդմեջ ծակող նոր գաղափարները ինձ հիացրեց այդ Instagram-ի ռիլերը, որը ես պետք է խոստովանեմ, որ երեք նոր սկսեցի թերթել, նոր եկա դրան, եւ ինձ գիտես ինչ ցնցեց, ինչքան կար ասենց լավ իմաստով ինչ որ սրտաճմլիկ, ինչ որ էմոցիաներ կային այստեղ, ամեն մեկը ուներ կյանք, կարճ է այդ մի քանի վայրկյանը, մի քանի րոպեն, ինչ որ մի փոքրիկ կյանք էր փոխանցում, դա ինչպես սկսվեց, այդ միտքը ինչպես եկավ։ Միտքը դրա եղել է դեռևս էլի 2000-ականների վերջին, բայց արդեն, որ երբ որ ես այդ պորտֆոլիո նախագիծը աստղերի հետ անում էի, հմեկում, հետո նորալիքում, այդ ժամանակ ստեղծվեց հմեկի Արարատ ալիքը, որը հետագայում շողակաթ դարձավ, մշակութային ալիքը եւ ղեկավարը հեռուստատեսության Ալեքսան Հարությունյան ինձ մի օր կանչեց, ասեց Վիգեն, սենց բան ենք անում, արի մի հատ լուսանկարչության մասին էլ մտածի, մի հատ ավելի տենց լուրջ բան։ Ես մտածի ու այդ ժամանակ ստեղծվեց այդ նախագիծը հայտնի լուսանկարիչների մասին պատմողական շարք էր, 20 րոպեանոց հաղորդում TV, 20 րոպեանոց հաղորդում։ Երկար կյանք չունեցավ դա, բարդ էր դրա տակ գումար հայթայթել, իսկ հիմա փոխվել է, էլի այն ժամանակ դա լուրջ հաղորդում պատրաստելը բավականին լուրջ ծախսերի հետ էր կապված։ Հիմա մի քիչ է շտացել ավելի, չնայած հիմա էլ ինքը ունի բաներ, բայց այն ժամանակ ուրիշ էր։ Ունեցա երևի մի 10-12 հաղորդում ունեցա ու դադարեցինք դա անելը։ Հետագայում էլի մի հատ կարճ ժամանակ փորձ եղավ, մի քանի հաղորդում էլ արեցինք, արդեն 12 TV էր կոչվում, որը իմ եղբայրը եւ Ռուբեն Մխիթարյանն իրանք էին ղեկավարում։ Մի քիչ էլ տեղ արեցի, հետո Մոսկվա գնացի, տենց էլի ընդհատվեց։ Ու հետո ժամանակը եկավ, ես հասկացա, որ կարելի է դա փորձել նոր տարբերակով, մի քիչ ավելի ժամանակակից։ Սա քանի տարվա պրոյեկտ է։ Սա 2000-ականի վերջից է եղել, չեմ հստակ չեմ, ես մի քիչ թվերը Instagram-ի մասն է։ Instagram-ին տարի ու կես սա երևի անում եմ։